Ամսվա վերջում կենսաթոշակը շատերի համար հաշվարկ է, ինչին կհերիքի ու թե ինչից պիտի հրաժարվեն։ Հետվճարի ծրագրի գործողության ժամկետը առաջարկում ենք երկարաձգել ևս 1 տարով, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ 2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գնումների դեպքում կստանան մինչև 20% հետվճար, ներկայում գործող 12%-ի փոխարեն։ Հետվճարի ծրագիրը վերաբերում է այն դեպքերին, երբ կենսաթոշակառուն կամ նպաստառուն իր կենսաթոշակային քարտով կատարում է անկանխիկ վճարումներ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ամսվա ընթացքում այդ քարտով կատարված անկանխիկ գործարքներից հաշվարկվում է որոշակի բոնուս հետվճար։ Սա սոցիալական աջակցության նոր մեխանիզմ է, կենսաթոշակառուների ու նպաստառուների թոշակի բարձրացման նոր եղանակ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից առանձնացնում են ծրագրի շահառուների ցանկը։ Իրականում մենք այդպես էլ հաղորդակցվում ենք, այսինքն խոսում ենք նրա մասին, որ ցանկացած կենսաթոշակառու կարող է իր վարքագծով բարձրացնել իր ձեռքով իր կենսաթոշակը եւ դրա չափերը տարեց տարի փոփոխվում են դեպի վերև։ Հիմա հունվարի 1-ից հետո կարելի է մինչև 10,000 դրամով բարձրացնել քո կենսաթոշակը 20% հաշվարկով, ոչ ավել 10,000 դրամ, այսինքն եթե քո կենսաթոշակը կազմում է 50,000 դրամ, ապա հնարավոր է մինչև 10,000 դրամով դու քո վարքագծով բարձրացնես քո կենսաթոշակը։ Կենսաթոշակի բարձրացում թե նոր խնդիր քաղաքացիների համար, ինչպես են կենսաթոշակառուները կարողանալու հեշտ քարտային գործարքներ իրականացնել։ Թոշակառուների համար դժվար են քարտային գործարքները, հաճախ նրանք չեն վստահում բանկային համակարգին, սակայն այն, ինչ տրամադրում է պետությունը, ըստ նրանց չպետք է հրաժարվել։ Ես գիտեմ, որ գնումներից որոշակի գնումներ անելուց որ փողը արդեն նվազում է թոշակի, այնտեղ հետվճար գումար է գալիս։ Թե պետությունը տալիս է, ինչ չօգտվեմ։ Կենսաթոշակից օգտվողների գերակշիռ մասն էլ նշում է, քարտային տարբերակը հարմար է, գիտեն հետվճարի մասին, բայց ուշադրություն դրան չեն դարձնում։ Անպայման չի դրա հիման վրա, ուղղակի գործարքները բավականին մատչելի եւ հեշտ են։ Անկանխիկ քարտով հարմար է։ Մեկ այլ քաղաքացու համոզմամբ հետվճարի գումարն այնքան քիչ է, որ չի նկատվում։ Ուրախանում է, գոնե մի քիչ կբարձրանա։ Ճիշտ ասած, ես այդքան չեմ զգացել, ինձ թվում է այդքան դա էական դեր չի խաղում։ Թոշակառուները նշում են, ծրագիրն օգտակար է, սակայն լիովին անկանխիկ կյանքին անցնելը դեռևս իրատեսական չէ բոլորի համար։ Փոխնախարարն ընդգծում է այն ծառայությունները, որոնցից օգտվելիս հնարավոր է ստանալ հետվճար։ Բացառություն են կազմում խաղադրույքները։ Նման սահմանափակում չկա, որովհետեւ սահմանափակում այս առումով չկա։ Սահմանափակումը կապված է խաղային ոլորտի խաղադրույքների հետ կապված իհարկե դրանից հետվճար չեն ստանալու, եթե օգտագործեն այդ ոլորտում իրենց քարտերը, ինչպես նաև չի գեներացվում հետվճար կոմունալ վճարումներից, մնացած բոլոր դեպքերում հագուստ, սնունդ, նույնիսկ ծառայություններ, գեղեցկության սրահ կամ բուժ ծառայության վճարներ, կրթավճար եւ այն բոլոր նման դեպքերում, երբ կիրառվում է քարտ ֆիզիկական պոստտերմինալի միջոցով վճարում գործարքը, ապա կատարվում է հետվճարի հաշվարկ եւ վճարվում է այդ հետվճարը հաջորդ ամիս արդեն։ Մինչ պետական մարմինները խոստանում են գործընթացն ավելի պարզ ու հասանելի դարձնել, թոշակառուներն ակնկալում են, որ թվերով ներկայացվող աջակցությունն իրական կյանքում զգալի դեր կունենա։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։